ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է երկիր մուտքի նոր սահմանափակումներ մտցնել 43 երկրների քաղաքացիների համար, այդ թվում Ռուսաստանի եւ Բելարուսի։ Այս մասին մարտի 14-ին հայտնել է The New York Times ամերիկյան թերթը, վկայակոչելով այդ ծրագրին ծանոթ պաշտոնյաներին։ Թրամփի վարչակազմը դիտարկվում է 43 երկրի քաղաքացիների համար նոր ճանապարհորդական արգելք սահմանելու հնարավորությունը, որը կգերազանցի նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սահմանված սահմանափակումները, ասվում է զեկույցում։ Ըստ թերթի պետդեպարտամենտը կազմել է պետությունների ցուցակի նախագիծ բաժանված 3 կատեգորիաների՝ կարմիր, նարնջագույն եւ դեղին։ Կարմիր ցուցակում ընդգրկված է 11 երկիր, որոնց քաղաքացիներին կտրականապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ։ Այն ներառում է Աֆղանստանը, Բութանը, Կուբան, Իրանը, Լիբանանը, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Եմենը։ Նարնջագույն ցուցակում ընդգրկված է 10 երկիր՝ Բելարուսը, Էրիթրեան, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը եւ մի շարք այլ երկրներ։ Այս ցանկի համաձայն մուտքը կարող է տրվել հարուստ անհատներին, բայց ոչ այն անձանց, ովքեր ճանապարհորդում են ներգաղթյալի կամ տուրիստական վիզայով։ Տեղին ցուցակում ներգրավված է 22 երկիր, որոնց կտրվի 60 օր բացահայտված թերությունները վերացնելու համար, այսպես կարմիր կամ նարնջագույն կատեգորիաներում կհայտնվեն։ Ցուցակում ընդգրկված են հիմնականում աֆրիկյան եւ Կուբայի ավազանի երկրները։ Հրատարակության համաձայն մուտքի նոր սահմանափակումների նախագիծը մշակում են դիվանագետներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները։ Նրանք նաեւ առաջարկություններ են անում քաղաքական դրդապատճառներով վերանայել երկրների ցանկը։